168 թեմի հարկեր հետևողներ, կզրուցենք Էդգար Ղազարյանին հետ, պարոն Ղազարյան ամփոփելով ապացույցների հետազոտման հերթական փուլը, արձանագրությունը, որ դեպքում կդիտարկեք հենց ապացույց։ Նախ ասեմ, թե ես ճիշտ ասած շատ ուշադիր լսում էի հանրային մեղադրողի ելույթը, շատ տպավորիչ էր իմ հարցազրույցները, իմ ելույթները նաև իր մեկնաբանությամբ, իր գեղեցիկ առողջությամբ լսելը։ Ուրախ եմ, որ ինքը այս առիթը օգտագործեց, այս կարևոր ելույթները ժամանակին, որ հնչել է նաև իր կողմից ներկայացնելու համար, բայց անկեղծ ասած ես ապացույցի հենց չէի ան։ Ես ուշադիր սպասում եմ, բայց այս ապացույց երբ կլինի, էլի, ապացույց երբ կներկայացնի, բայց տենց է չեղա։ Հիմա տեսնենք, եթե հաջորդ դատական նիստերին ներկայացվի ապացույց, դա էլ հետաքրքիր, ինձ էլ է հետաքրքիր, թե ասենք թե այս գործով իրանց ապացույցները որն է, բայց ապացույց չկար, ասենք Էդգար Ղազարյանը ենթադրենք Լուսինե Հայրապետյանին տվել է հարցազրույց, ես գիտեմ, որ այդ հարցազրույցը տվել եմ, այնտեղ այդ հարցազրույցը մինչև հիմա հասանելի է, դրա ապացույցը որն է։ Ինքը կարծում է, որ հանրային մեղադրողը պետք է ապացուցեր, թե այդ հնչեցված տեսակետները ինչքանով է համարվում արատավորող տեղեկություն ՍԴ դատավորի վերաբերյալ։ Իսկ դա որպեսզի լինի արատավորող տեղեկությունը, դատավորը պետք է գասի, որ դա իր վերաբերյալ արատավորող տեղեկություն է։ Դատավորներն էլ ոչ հաղորդում են տվել անցագործության մասին, ոչ վկա են ներգրաված այս գործում, որևէ տեսակետ չեն արել, այսինքն իրենք չեն ընդունում, որ սա իրենց մասին, որ այդ հնչեցվածը իրենց վերաբերյալ արատավորող տեղեկություն է կամ մեղադրանք չնայած քրեական օրենսգրքի այդ հոդվածը, որից ներկայացվել է, նման ձևակերպում չունի, բայց ասում է դատարանին, դատական իշխանությանը արատավորելու նրա հեղինակությունը վնասելու վերաբերյալ, իսկ պետք է ապացուցվի, որ դատական իշխանության հեղինակությունը արատավորվել է, վնասվել է, ինչ-որ մի ձևի չափել է, իսկ պիտի ապացուցվի, որ իմ խոսքը դեռ վնաս ունեցել է, դեռ կարելի է ցանկացած խոսք ասել, դե գիտես, ինչ դու դատավորին թարս նայեցիր, կամ ասես մի հատ կարծիք ես ասել, արատավորեցիր դատական իշխանությունը, դες խո ասելով չի, պիտի ապացուցես, ոնց է արատավորվել, ինչ ձևով է արտահայտվել այդ արատ, այսինքն ես դեռ անհամբեր սպասում եմ ապացույցների, ոչ թե իմ ելույթները նորից վերստին հնչեցնելու, հիմա մենք հաջորդ նիստին ոնց որ պիտի նաև տեսանյութերը լսենք, դա էլ շատ հրաշալի հնարավորություն է, բայց որտեղ դատական նիստին այլ քաղաքացիները մասնակցում կարող է չեն լսել, լավ կլինի որ լսեն, բայց հետաքրքիր է ապացույցներին երբ ենք հասնելու։ Պարոն Ղազարյան, ապացույցների մասին, աշխատակազմի ղեկավարի նամակում տեղ են գտել այդ լինկերը, հղումները, իսկ արդյոք հենց ձեր նկատառման համահունչ տեղ գտել են օրինակ, որ դատավորը ինչքան է վնաս կրել, ինչքան են այդ դատավորի շահերը վնաս կրել, չափելիություն, օրինակ կամ որ դատավորի համար է ավելի արատավորելի եղել տեղեկությունը։ Նման բաներ գոյություն չունի, բայց հետո սահմանադրական դատանի մասին օրենքն ասում է, որ դատավորը երբ որ իր մասնագիտական գործունեության հետ կապված խոչընդոտների, իր գործունեության արատավորող տեղեկությունների է հանդիպում, ինքը պետքա դիմի իրավապահ մարմիններին եւ սահմանադրական դատանին։ Չէ, ինքը չի կարա միջնորդավորված դիմի, որովհետև իրավասու մարմիններ չկան, ինքը ուղիղ պետքա դիմի, օրենքը նախատեսում է ուղիղ դիմում։ Իսկ սահմանադրական դատանի ոչ մի դատավորի ոչ մի հրապարակային խոսք անհանգստություն չի պատճառել։ Այդ անհանգստությունը պատճառվել է միայն սահմանադրական դատանի աշխատակազմի ղեկավարին, որը պարզում է ինքն էլ պասիվ է, եկավ դատանում ասաց, որ ինքը պասիվ է։ Եվ կան ակտիվ նկատի ունեմ սոցիալական կայքերում, այսինքն ինքը անձամբ չի դա հետազոտել, ասած ինչ-որ սահմանադրական դատանի աշխատակիցներ են եղել, ակտիվները, բայց ասենք սահմանադրական դատանի աշխատակազմի աշխատակիցները քաղծառայողներ են, նրանք ունեն պաշտոնի անձնագիր, պիտի անեն մենակ այն ինչ-որ իրենց պաշտոնի անձնագրով է, հետո համակարգի այդ աշխատանքներին չեն, ընդ որում, եթե նկատեցիք, պատվարժան պաշտպանը դա նկատեց եւ բարձրաձայնեց, որ բոլոր հղումները գնում են Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան օգտահաշվից, այսինքն ոչ թե սահմանադրական դատանի մասին ընդհանուր վերջին շրջանում տեղեկությունը, դա գրեն նամակի մեջ, բայց բոլոր հղումները գնացել էին Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան օգտահաշվից, այսինքն ակնհայտ էր ինձ նկատմամբ թիրախավորման փաստը, բայց նորից եմ կրկնում, առայժմ դեռ հանրային մեղադրողը ապացույցներ չի ներկայացրել, մենք շատ մեծ ուշադրությամբ կհետևենք, տեսնենք, թե ի վերջո ապացույց գոնե կլինի, թե չէ, եթե չլինի, իհարկե ավելի է հեշտացնում մեր գործը եւ կարծում եմ, որ դժվար է լինի, թե մինչեւ հիմա ամենայն դեպս գործի նյութերում ապացույցներ չկա։ Պարոն Մելիքյան, հենց այս համատեքստում նաև ձեր դիտարկման դատական նիստերի դահլիճում, որ ընկալման հարց է արձանագրությունը, որ դեպքում դա կարելի